Անուն Հորի ու Որդու Սրբո ամեն։ Ձմեռ էր եւ տաճարի նավակատիքներ։ Տաճարի նավակատիքը կատարվել է նախ եւ առաջ Սողոմոն իմաստուն թագավորի օրոք։ Երբ տաճարը կառուցվեց, նավակատիք անմիջապես կատարվեց, այսինքն բացումը եղավ տաճարի։ Բայց հետո իսրայելացիները մեղքեր գործեցին, չարիքներ, անօրենություններ կատարեցին, Նաբուգոդոնոսոր արքան գրավեց Երուսաղեմ, տաճարը քանդեց, քարի վրա չթողեց եւ գնացին իսրայելացիները գերության Բաբելոն։ Եվ երբ 70 տարին լրացավ Զորաբաբելի Հոսեդեկ քահանայի միջոցով, Անգե եւ Զաքարիա մարգարեությունների միջոցով վերադարձան Երուսաղեմ ու սկսեցին վերակառուցել տաճարը եւ նորից նավակատիք կատարեցին։ Կրկին օրնեցին, օծեցին տաճարը, վերականգնեցին։ Եվ հետո անցան խառնակ ժամանակներ Անտիոքոսի օրոք կրկին քանդվեց տաճարը, կրկին պղծվեց օրենքը եւ այս անգամ Մակաբայեցիները երրորդ անգամ վերականգնեցին տաճարը ու նորից նավակատիք կատարեցին։ 3 անգամ նավակատիք կատարվեց տաճարի։ Հանուն Սուրբ Երրորդության Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Եվ ահա այնպես նավակատիքի օրերին մեր Տերը Հիսուս Քրիստոս շրջում էր։ Եվ հրեաները եկան ու ասացին. «Մինչև երբ մեր հոգին պետք է հանես։ Եթե դու ես Քրիստոս, ասա մեզ համարձակ»։ Ծաղրելի էր նրանց հարցը։ Ես ասացի եւ դուք ինձ չեք հավատում, որտեղ իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարները իմ ձայն լսում են եւ հետևում են ինձ։ Այլ է ձայնը աստվածային եւ այլ է հաճախականությունը լսողության աստվածային ձայնի։ Քրիստոս խոսում էր երկինքի արքայության խորհուրդը, բացահայտնում էր աստվածային խորհուրդ եւ ում միտքը, սիրտը, հոգին ականջը բաց են Աստծո խորհուրդը լսելու, ունեն այդ հաճախականությանը լսողության, անմիջապես լսում էին Քրիստոսին։ Բայց չլսողների մասին Եսայի մարգարեն ասում է. գնա մի ժողովուրդ եւ պետք է խոսես, պետք է չլսեն եւ չպետք է անսան քեզ, ականջներ ունեն, որ չեն լսում, աչքեր ունեն, որ չեն տեսնում եւ չեն հասկանում ու դարձի չեն գալիս։ Այս խոսքերը հենց Եսայի մարգարեն խոսեց նաեւ Քրիստոսի ժամանակների մասին, որ լսեցին հրեաները, լսեցին ու տեսան, բայց չհավատացին։ Եվ եթե դուք խոսքերին չեք հավատում, ապա գործերին հավատացեք, որ կատարած իմ բարի հրաշալի գործերի համար չէ, որ հավատում եք։ Պատասխանեցին հրեաները եւ ասացին. բարի գործերի համար չենք քեզ ուզում քարկոծել, այլ ուզում ենք քարկոծել, որ դու քեզ մարդ ես, բայց Աստված ես համարում։ Բայց չէ, որ ես եւ մարդ եմ, եւ Աստված եմ, եւ Աստծո որդին եմ։ Եթե ես վկայի մասին, իմ վկայությունը ոչինչ չէ, Հայրն է, որ վկայում է իմ մասին, եւ նաեւ այն գործերը, որ ես կատարեցի Հոր անունով, որ ոչ ոք չկատարեց։ Հենց այս գործերը, այս խոսքերը, Հոր վկայությունը, Հովհաննես Մկրտչի վկայությունը, բոլորը վկայում են, որ Քրիստոս Աստված է եւ Աստծո որդի է։ Եվ եկել է աշխարհի փրկիչը լինելու, օծյալն է եւ փրկիչը։ Անցան ժամանակները հրեաների, տաճարն էլ քանդվեց, նրա նավակատիքն էլ վերացավ, գնաց, այլևս չկան այդ օրերը, բայց կա Քրիստոս, բայց կա նոր եկեղեցին, նոր տաճարը, քրիստոնեական սուրբ եկեղեցին, նոր շնորհի օրենքը կա, եւ այսօր երբ որ մենք ավետարանն ենք կարդում, լսում ենք, պետք է հավատանք Քրիստոսին, որովհետեւ Քրիստոս վկայեց եւ իր վկայությունը հաստատեց բարի գործերով, հրաշքներով
Եվ մենք էլ պետք է կատարենք ու լսենք Տիրոջ խոսքը եւ այլևս Եսայու մարգարեության խոսքերը մեզ համար չեն լինի, այլ Տիրոջ Քրիստոսի խոսքերը կլինեն, որ իմ ոչխարները կլսեն իմ ձայնը եւ կգան իմ ետևից։ Մենք լսող լինենք Քրիստոսի խոսքերը եւ հետևող լինենք նրա պատվիրաններին։ Ամեն